Վստահ եմ գիտեք, որ Հայաստանի արտաքին պարտքը Փաշինյանի կառավարման ընթացքում կրկնապատկվել է, երբ հարցնում են ինչ է արել այդ 8 միլիարդ դոլարը, ասում է զենք եմ գնել, հավատում եք։ Ինչ զենք։ Զենք այն ժամանակ քներ, երբ որ ինքը գիտոր այս պատերազմը դերն է։ Համ ինչ է քնի, նորից պատերազմի ուզում։ Զենքը քնում են պատերազմը հուսալու համար, որ գիտոր պատերազմի դերն է, ինքը յա թիգունքն է պարում, ոչ թե ինձյուկեզի։ Մենք բամոր տասակարգսելի մենք պատերազմի մեջ դերնք։ Եթե ինքը զենքը ինչի համար կկնեն, զենքը կնենք ապահովության համար, բայց ինքը ինչն է պահում։ Եթե դիզինվոր նորից երթամերն է զենքը ինչի համար է։ Դրա համար մարդիկ կան, խելացի, թողեցան ստուգ են։ Սա գիտեք ինչ է, եթե Հայաստանը չունի ռազմաարդյունաբերական բազա, Հայաստանը խաղաղություն չի լինի։ Այսպես մի ասացված կա. Խոչեշմիրը приготовься к войне, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն ասում։ Ուզում ես հաղթանակ, պատրաստվիր կրվի, ուրեմն դու ուժեղ պետք է լինես, որ իրանց հետ հավասար խոսած, հավասար լեզվով։ Դա չի նշանակում, որ մի կողմը եթե թույլ եղավ, ինքը ընդհանրապես չի կարող։ Բա ուր է զենքը բա։ Չդեմ ես, չդե չեմ կրնասը։ Ինքը սուդախոսի մեկն է, մա։ Հերո։ Չէ, ես տնտեսագետ եմ եւ գիտեմ այդ փողերը ոնց է տուդա-սուդա գնում։ Եվ այդ փողերից ինչքանն է զենքի գնացել, ինչքանն է ուրիշ տեղ գնացել։ Դա մեզ համար դա հենց շատ հեշտ է իմանալ։ Հեշտ է հասկանալ։